քիչ առաջ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երթման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց պաշտոնը արդեն 5-րդ անգամ։ Ավականու նիստում տևական ծափերի ներքո Վարդան Ղուկասյանին հանձնվեցին քաղաքապետի լանջաշղթան, Գյումրիի զինանշանով և քաղաքի խորհրդանշական բանալին։ Ավականու նիստը սկսվեց տերունական աղոթքով և Հայաստանի Հանրապետության օրհներգով։ Այնուհետև Ղուկասյանը երդվեց ազնվորեն ու բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի պարտականությունները։ Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը, երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների, պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։ Շնորհակալություն։ Գյումրիում իրեն դասական ընդդիմություն հռչակած քաղաքացիական պայմանագրի ավականու անդամները չէին մասնակցում նորընտիր քաղաքապետի երդման արարողությանը։ Ավականու նիստից բացակայում էին նաև Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչները։ Հյուրերի թվում էին Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսը և ներկայացուցիչներ ռուսական 102-րդ ռազմաբազայից։ Կոմունիստական կուսակցությունից առաջադրված Վարդան Ղուկասյանը պաշտոնը ստանձնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի օրհնությամբ։ Սրբազանն ասաց, որ 20 տարի է երդման արարողության չէր մասնակցել, սակայն այսօր, ավագ շաբաթ, որոշել է մասնակցել Վարդան Ղուկասյանի պաշտոնակալության արարողությանը, ինչու, որովհետև ըստ սրբազանի բարոյական չէ հայրենիքի այս ծանր վիճակում մասնակցության համար ինչ-որ պայմաններ առաջ քաշելը։ Այս վիճակում մանր-մունր բաներով զբաղվելու ժամանակը չէ, ասաց սրբազանը, նշելով, որ հակասական բնավորություններ ունեն ինքն ու քաղաքապետը, սակայն իրենց միավորում է սերը Գյումրիի հանդեպ։ Նա նաև մի քանի հորդոր ուղղեց ավականու ընդդիմադիր և իշխանական անդամներին։ Սա համար մեկ հորդորը պետք է լինի, որ մենք բոլորս անկախ այն դիրքից և դիրքավորումից, որ կունենանք, պիտի օգնենք, որպեսզի քաղաքապետը կարողանա աշխատել։ Այստեղից երկրորդ հորդորն է բխում, որը մի խանգարեք գոնե, եթե չեք օգնում։ Գոնե մի խանգարեք։ Անցած տարիներին մենք տեսանք այդ խանգարելու փորձերը և խանգարելու հետևանքները։ Ավականու անդամների առաքելությունը, եթե ընդդիմություն են, խանգարելու մեջ չի։ Ընդդիմություն չեն նրա համար, որպեսզի խանգարեն, ընդդիմությունն են նրա համար, որպեսզի այլընտրանքային մի բան առաջարկեն և այդ առաջարկի գաղափարը ներկայացնեն և նաև պայքարեն այդ գաղափարի իրականացման համար, բայց ոչ թե խանգարեն, սաբոտաժ անեն։ Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին։ Ոչ մի հին այդ մարդ չկա, որ հիշի, բայց պատմությունից դա գիտենք։ Ուրեմն սա երկրորդ հորդորը, պետք չի խանգարել։ Եվ երրորդը, պետք չի, բայց նաև մտնել մյուս ծայրահեղության մեջ։ Եվ այս երրորդ հորդորը նաև ուղղում եմ մեր սիրելի պարոն քաղաքապետին։ Քիչ գովեք պարոն քաղաքապետին, քիչ շողոքորթեք, շողոքորթներ կան, քիչ քծնեք, մի ասեք դու թակավոր ես, թակավոր կմնաս, շատ ասողներ կան։ Հա, չթողնես, այդ հորդորս նաև քեզ է, որ չթողնես, մի խանգարեք այդ շողոքորթության, անսխալական և կատարյալ մարդ չկա աշխարհում, ոչ ոք անսխալական չի, ոչ ոք կատարյալ չի, մի կատարյալ մարդ եղել է, այն է սպասում ենք Հարությանը, երեկոյան պիտի հնչի Հարության ավետիս, ուրիշ ոչ մի կատարյալ մարդ
մարդկության մեջ չի եղել։ Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին ելույթում Վարդան Ղուկասյանն ասաց, որ ծանր լուծ է վերցնում իր վրա, նա խոսեց այն մասին, թե ինչ է արել իր կառավարման տարիներին եւ ինչ է պատրաստվում անել։ Անդրադարձավ նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարության խաղաղության օրակարգի մասին, հայտարարելով արժանապատվությունը ոտնահարելով խաղաղություն մեզ պետք չէ։ Ուրեմն Բերձոր եկեղեցում Լաչինում կա Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ պատին գրված է թաղեցյալ լինիմ, բայց ոչ խոնարհիմ, արժանապատվությունը ոտնահարելով մեզ խաղաղություն պետք չի, սրանք որ այսպես գիշեր-ցերեկ խաղաղություն, ով չի ուզում խաղաղություն, բայց այս ձևի խաղաղություն ես երբեք իմ տեսակը չի ուզում, եւ ես գիտեմ, որ մենք բոլորս, մեր նախնիները, մեր պապերը, գլուխը կախելով, թուրքին վիլայետ դառնալով մենք այդպիսի խաղաղություն երբեք չենք ուզում։ Ես չեմ պատկերացնում, որ հայոց ազգի մեջ 10% կամ 15% նմանատիպ մարդիկ լինեն։ Տարը այս րոպեներին պետք է սկսվի Գյումրիու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջին ասուլիսը, որպես քաղաքապետ մենք կհետևենք նաև դրան, իսկ այժմի համար այսքանը։